Բարև ձեզ մանուել, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին, մի քանի թեմաներ ենք առանձնացրել, որոնց կանդրադառնանք մեզ հետ զրույցում եւ այսպես երեք ԿՊԸՄ-ներ անցկացնում, որի ժամանակ հայտնի դարձավ, որ իրենց ազգային ժողովի նախագահի թեկնածուն ընտրվել է Ռուբեն Ռուբինյանը եւ տեսանք, որ անմիջապես դրան հաջորդեց Քլչի շնորհավորանքը, ըստ էության պետական ամբողջ ապարատը ադրբեջանականացնում են, թրքացնում են։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը, դուք նաև գրառում եք արել սրա վերաբերյալ, համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Տեսեք, տարիներ շարունակ բազմաթիվ մարդկանց կողմից հայտարարվել է, որ Ռուբեն Ռուբինյանը կրթություն է ստացել Թուրքիայում, որը ես կանվանեմ նաև վերապատրաստում, եւ այդ իսկ պատճառով հոգեհարազատ է թուրքերին, եւ քանի որ նրանց շկոլաները ավարտել է, անցել է, ու սրանք երբ որ անընդհատ խոսում էին ԿԳԲ-ի գործակալ, չգիտեմ ինչ, հիմա թուրքի գործակալը արդեն իսկ բացահայտ է, ինչու կանգնեցին Ռուբեն Ռուբինյանի վրա։ Ես կարծում եմ, որ պատճառներից մեկը նաև հենց դա է, որովհետև հոգեհարազատ է նա թուրքերին, երբ որ ասում են ՔՓ-ն կամ Նիկոլը նշանակեցին իրենց թեկնածուին, ես կարող եմ ասել, որ Էրդողանը նշանակեց, Էրդողանից պահանջով կամ Էրդողանից ցուցումով Ռուբինյանը պետք է դառնա ազգային ժողովի նախագահ, ինչպես գիտեք, մինչև այսօր Ռուբինյանը հայ-թուրքական գծով բանագնաց էր կամ շատ գիտեմ ինչ էր։ Հիմա մարդու պաշտոնը բարձրացվում է, որպեսզի Հայաստանի թուրքացումը ավելի պրոֆեսիոնալ ձևով կարողանա իրականացնել, այդ իսկ պատճառով նրա վրա են կանգ առել եւ մեր ազգին, մեր ժողովրդին բազմաթիվ անգամներ ներկայացրել ենք, հիմա նույն մեր պետական համակարգի մնացած աշխատողներին ես ուզում եմ ասել, Հայաստանում պաշտոնի կռիվ երբ որ անում եք, դուք սրանով բերելու եք իրավիճակը հասցնեք այն հանգրվանին, որ դուք մի օր արդեն Էրդողանի մոտ պիտի պաշտոնի կռիվ անեք, թե ձեզ ինչ պաշտոնների նշանակեն այստեղ, բայց կգա մի իրավիճակ, որտեղ Էրդողանը կփորձի բոլոր հայերից ազատվել, այդ թվում նույն Ռուբեն Ռուբինյանից, երբ որ Ռուբեն Ռուբինյանների պես դավաճաններին միջև վերջ օգտագործեն, իրենք կնշանակեն արդեն իսկ իրենց բացահայտ թուրք աշխատողների։ Ու եթե Ռուբեն Ռուբինյանն ու Նիկոլ Փաշինյանը մտածում են Թուրքին ծառայություններ մատուցելով պետքա մշտապես մնան այստեղ պաշտոնների, նրանց եւս պետք է տեղեկացնեն, որ միանշանակ այդպես չի լինելու։ Երբ որ դուք կեղտոտ գործերը անեք, վերջացնեք եւ կարողանաք Հայաստանը թուրքացնել ամբողջությամբ, իհարկե Աստված չանի եւ իհարկե մենք դա ամեն ձև պետք է պայքարենք ու թույլ չտանք, եթե դուք կարողանաք ամբողջությամբ թուրքացնել Հայաստանը, միանշանակ նրանք ձեզանից են ազատվելու, բայց այս պահին այս փուլում այո դուք նրանց պետք եք, նրանք ձեզ փայփայելու են, դուք հայերեն լավ եք խոսում, դուք հայերին լավ եք խաբում, դուք թուրքերին դրա համար ավելի շատ ձեռ եք տալիս։ Եվ մեր ազգը, մեր ժողովուրդը, մեր պետական համակարգի աշխատողները պետք է այս ամեն ինչի հետ կապված հետևություն անեն։ Նույն ազգային անվտանգության աշխատող տղերքը պետք է մի հատ հասկանան Ռուբինյանը Թուրքիաներում ինչպես է, ինչ դասընթացներ անցկացել։ Եվ այս ամեն ինչը ազգային անվտանգության լուրջ խնդիրներ են։ Երկիրը ներքաշում են շուտով, արդեն իսկ ներքաշել են ռուսների դեմ, հրահրեն եւ իրենց թուրք եղբայրների հետ փորձեն այստեղ ինչ-որ հայի անվան տակ, հայի անունից գնալ թուրքացնել։ Այս ամենին զուգահեռ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը կոնկրետ պահանջներ է դնում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան ճակերտներում այս ամենը վերադարձի վերաբերյալ։ Մենք տեսանք, որ երեք ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տեսանյութ էր տարածել Նախիջևանում Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի վերաբերյալ անցկացված ճակերտներում փառատոնի ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ եւ տեսակապով միացել Երևանի փողոցներին, իբր սա իրենց ճակերտներում հայրենիքն է։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։
Միանշանակ Ալիևը կանգ չի առնելու, նրանք արդեն իսկ արևմտյան Ադրբեջանի գաղափարը պետական մակարդակով եւ իրենց երկրում, անգամ ԱՄՆ-ում, միջազգային հարթակներում առաջ են տանում։ Նիկոլ Փաշինյանը եւ իր անկարող խունտան համակերպվել է այդ ամեն ինչի հետ եւ էլի մեղքը փորձում են բարթել ընդդիմության վրա, ընդդիմության Արցախի դրոշները ազգային ժողովում տեղադրելու վրա, այսպիսի կեղտոտ կռուտիտներ, այսպես ասած, անելով փորձում են խուսափել այն ճշմարտությունից, որը որ կա, արդեն իսկ համեմատական են տանում, ասում են, թե Ադրբեջանը ասում է արևմտյան Ադրբեջան, ուրեմն մենք չպետք է ասենք Արցախ, նրանք էլ չպետք է ասեն արևմտյան Ադրբեջան։ Գոնե ասեին մենք չենք ասի լավ արևմտյան Հայաստան, նրանք էլ չպետք է ասեն։ Ինչ որտեղ այս քաղաքականության մեջ ինչ որ բան կարելի է գտնել, միևնույն է դա եւս ինձ համար ընդունելի չի։ Մենք կարայինք ասենք ինչ որ միտեղ այո մենք չենք պատրաստվում Թուրքիայի հետ պատերազմ սկսել, բայց արևմտյան Հայաստանի հողերը եւս մեր պատմական պապենական հողերն են։ Հասկանում եք, անգամ արևմտյան Հայաստանը ուրացան, ծախին, պատմությունը ուրացան, եկան Արցախը վերցրին, հանձնին։ Հիմա էլ կանգնի ասում են, էդ էլ մերը չի եղել, էդ էլ ենք մոռանում, Ալիևը էլի չի կանգնում։ Ասում է, չէ, պետք է տանես 300,000 բնակեցնես։ Եթե իրենք դրոշներն են պատճառ բերում, այդ նույն ձևով Ալիևը այնքան պատճառներ վաղը կարա առաջ բրդի ու ասի այս սրա համար, վաղը կարա, նորից եմ ասում, այդ դրոշների պես պատճառներ, միլիոնավոր պատճառներ կարա Հայաստանում ճարի եւ ասի օրինակ Մանուել Մանուկյանը իր Facebook-յան էջում մի հատ ասես գրառում արե, Պողոսն ասես գրառում արե, էս եղավ ինչ, էս եղավ Թուրքի դեմը ստրկացում։ Նիկոլն էլ գա ասի Մանուել Մանուկյան, ինչ ես այդպես գրառում արե, այ դրա համար Ալիևը բերում է 300,000 ադրբեջանցի բնակեցնի, այդ գրառումը պետք է չաներ։ Էս եղավ ազատ անկախ երկիր, թե ստրուկի երկիր։ Բա դրան է գնում, եթե ազգային ժողովում Արցախի դրոշ ընդդիմադիր դաշտի կողմից, հələ իշխան իրանք էլ չեն դրել, ընդդիմադիր, մենք նախ չենք էլ ասում ինչ են անում Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը, ազգայնական ուժերը, կոնկրետ հային ցեղասպանելու կոչերով են հանդես գալիս, տեսանյութերը կա։ Մենք դրանց չենք էլ անդրադառնում, մենք ասում ենք ինչ է անում Ադրբեջանի իշխանությունը Ալիևի գլխավորությամբ։ Դու ինչ գործ ունես ընդդիմության Պողոսի, Պետրոսի հետ։ Դու ասա որպես իշխանություն ինչ համարժեք պատասխան ես տալիս, դու որպես առաջնորդ, արտգործ նախարարը Ալիևի պետական մակարդակով իրականացվող հայատյաց կոնֆերանսներին, ժողովներին, հավաքներին, քո ձեռքի քարտեզը իրանց իսկ պետական հրավիրած հավաքի ժամանակ ներկայացվել է Ադրբեջանին, Ադրբեջանի հանրությանը, միջազգային հանրությանը, որպես արևմտյան Ադրբեջան։ Ձեզանից զերո արձագանք ծպտոն չի ելնում, այն չաղ խոզին էլ հարց են տալիս, ասում է, դե անդիմադիրները դրոշները դրել են ազգային ժողովում։ Դրա համար պետք է դուք ընդունեք, որ էսի արևմտյան Ադրբեջանն է, հա։ Դրա համար Ֆրանսիայի հրապարակի Արցախի դրոշը սաղորը գնում պոկում փախնում եք։ Դրա համար մեր հերոսների նկարները պատերից արդեն սկսել եք ջնջել։ Բա թուրքի ստրուկ որ ասում եք խիեք այտենց բան ասում։ Բա թուրքի պահանջով չեք անում այդ ամեն ինչը։ Թուրքի ասում է պետք է փոխադարձ իրար չանենք իրար հանդեպ այդ ամեն ինչը։ Գնարեք Ալիևի տասա, հորոխորը տղենա, գնա բացատրի, նրանք առավոտից իրիկուն դպրոցներում, պետական հաստատություններում հայատյաց քարոզ են անում, դուք ստեղ անգամ մի ընդդիմադիրի չեք ուզում, թողեք, որ դրանց դեմ ինչ-որ բան խոսա։ Հələ դու նայի նրանք ինչ չափաբաժինի հայատյաց քարոզչություն են անում ու Հայաստանից։ Հələ նայի նրանց պետական մակարդակով ինչ հայատյաց քարոզչություն է արվում ու դու նայի դուք ոնց եք ստե հայերի բերանը փակում Ալիևի ու Ադրբեջանի դեմ բան խոսալու համար։ Ու մեր ժողովուրդը կույր է, էս չի տենում։
Մտեք հələ մի հատ տեսեք Ալիևը կյանքում իր քաղաքացիներից, իր անդիմադիր դաշտից մեկին դատապարտած կա Հայաստանի հանդեպ ինչ որ քննադատական կամ բռնության կոչ անելու համար։ Մի հատ այտենց դեպք կարաք գտնեք, ինձ ցույց տաք, որ Ալիևը իր երկրի մեջ ինչ որ մեկին զսպել է։ Բայց Նիկոլն ու ՔՊ-ն առավոտի ծիրիկուն ով Ադրբեջանի ու Ալիևի դեմ բան է խոսում, դրանց բերանին են գալիս, դրանց են ձերբակալում, դրանց են հալածում, դրանց են սևացնում։ Էս է տարբերությունը։ Էս է, երբ որ ասում էինք 21 թվին Ալիևի չոքերի դեմը կզածը չի կարող ղեկավարի, ծծրել են դրան։ Շատերը ծիծաղում էին, հեգնում էին, ու այսօր էլ ինչ է կատարվում, երկիրը վերածվել է քաոսի, օր-օրի ավելի են վերածելու քաոսի, իրանք այնտեղ պաշտոնակռիվ են անում, բայց ժողովուրդը սոված տառապում է։ Երկու ոտ կորցրած հաշմանդամություն ունեցող մարդը ընդամենը կես ժամ առաջ զանգարել է լացելով ինձ ու ասում է, որ դեղ չեն տալիս։ Իրանք ասում են առողջապահության ոլորտը բարեփոխել ենք, անվճար դեղեր։ Քարոզ Արշավին ինչ էր, բերանը ճոռած են իր առողջապահական նախարարին էլ կողքը քծած խափում ժողովրդին։ Բա, հենա այդքան դեղ ստացող մարդիկ կան, մարդկանց դեղերը անվճար տալիս են, թող մարդիկ մտնեն գրեն։ Դեղ են ստանում, այն մի քանի շոումենը, որ գնում փյարվում էին, մենք արդեն անվճար դեղեր ենք ստանում, ընտրության ժամանակ մի քանի հոգու բերեցին PR արեցին, դե հիմա հելեք շրջեք ժողովրդի մեջ, տեսեք մարդկանց գլուխը ինչ են անում։ Տեսեք մարդկանցից ոնց են 10 պատիկն ու 100 պատիկը հեսա հետ վերցնելու տանելու։ Դե ինչ կարևոր է մարդիկ ստանում են, դեղ չեն ստանում, կարևոր է էներ, որ իրանք բարձր գոռում են։ Օրը 5 անգամ պետք է բարձր գոռան, առողջապահական համակարգը սարքել ենք անվճար։ Բայց մարդիկ գնան փող վճարեն։ Կարևոր գործը իրանցն է, իրանք պետք է գոռան ու ցույց տան։ Էդ է, իրանց ոչ թե գնան իրոք գործ անեն, իրոք այնց անեն, որ մարդիկ անվճար դեղ ստանան, իրանց գործառույթը մենակ ցույց տալն է, ցուցադրական բաներ բեմադրելն ու ժողովրդին դրանցով կերակրելն է։ Մարդկանց դրել են հիմարի ապուշի տեղ, իրանց ապուշ ոչխար հալով։ Այս ամենին զուգահեռ մենք տեսնում ենք հայ գյուղացին եւ հայ մարդը ինչ սանկցիաների տակ է։ Այսօր առավոտյան էլ նաեւ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը հայկական բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումներ է մտցրել։ Կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը, պետական պարտքը 15 միլիարդ է ասել, շատ հանգիստ դեմքով ազդարարում են, որ առաջիկայում այս տարվա ընթացքում արդեն գազի գինը կթանկանա, մոտալուտ աղետների մասին։ Այս ամենի տակից ինչպես է հայ մարդը դուրս գալու, խնդրեմ։ Ասեմ, իհարկե, ասեմ։ Հայ մարդը իր պոմիդորը, իր ձմերուկը, իր ծիրանը, իր եղածը բարձում է մեքենան, քշում է։ Անվանական ասում եմ, Արման Բաբաջանյան են ստուն, Ստյոպիկ են ստուն, Նիկոլ են ստուն, Ալեն են ստուն, Շիրինյան Թուրքիշան տուն, Դանիել Իոնիսյան են ստուն։ Քշում են այս մարդկանց տները, իրանց ապրանքը։ Ու պահանջում են, որ առնեն։ Քշում են Ֆրանսիայի դեսպանատուն, քշում են Ամերիկայի դեսպանատուն, պահանջում են, որ այդ մարդկանց ապրանքը առնեն, իրանք են։ Եկե Մակրոնն է, եկե այստեղ ասել է հայեր, ձեր կողքին են։ Կզծրեք Պուտինին, ասել է գնացել է։ Նիկոլենք էլ ասել են, պետք է Պուտինին կզծնենք, իրանց ոհմակով, դե կզծրեք։ Ով է կզում հիմա։ Ում են վնաս տալիս, երբ որ տարիներ շարունակ բացատրում ես Ռուսաստանի դերը, կարևորությունը, հասարակ հայ մարդու կյանքի համար, այս ճորթած բերանները, որ իրանք արևմուտքից գրանտ ու լափ են ստանում միլիոններով, գիտեն են խեղճ ու կրակ գյուղացին էլ ատենց փողեր ստանում։ Նրանք չգիտեն այդ գյուղացին ինչքան է տանջվում, ինչ ծախսեր է անում, որ գոնե մեջը մի քիչ կարանա օգուտ ստանա։ Այն էլ որ վարկով անում, էդ էլ չի ստանում։ Վարկի տոկոսներն էլ որ կարանա փակի 0 դուրս գա, ուրեմն այդ գյուղացին ընտիր գործ ա։ Այս ոչխարները, որ սաղ կյանքները դրսից լապ ստանալով ապրել են, շատ պետք է հասկանան այդ գյուղացու ղադրը։
Շատ պետք է հասկանան այդ պամիդորը գցում ես ասում է դե լավ այժանով կառնենք 100 դրամով էս հələ սեզոնը չի էլ սկսվել հիմա երբ որ պամիդորա վաճառվում մի մեշոկ նոր կարտոֆիլը 2500 դրամ հեսա սեզոնը որ սկսվավ դառնալու է 20 դրամ ու որտեվ հաշվարկ չգիտեն Ռուսաստանը ինչքան ապրանք է ստերից գնում Ռուսաստան չեն հասկանում անգրագետ ոչխար է ես էլ ասում եմ Արման Բաբաջանյանը պետք է գնի այդ սաղ ապրանքներն թող զանգի իրան գրանտ տվողներին գումարը ղրկեն առնեն այդ մարդկանցից ինչ գնով որ Ռուսաստանի ժամանակա վաճառվել հələ իրանք ասում էին մենք ավելի թանկ կվաճառենք այդ հակառուսական վիժվածքները առնեն այդ ապրանքները ուղարկեն Եվրոպա կազմակերպեն այդ մարդկանց ապրանքները ուղարկեն Եվրոպա կանեն թե թող այդ գյուղացիները հետնեն գնան բոլոր իրանց ապրանքները բարձված հասցեները իմանան գնան այդ մարդկանց տները պահանջեն որ իրանք պատասխանատվություն են ստանձնեն որ այդ մարդկանց ապրանքը կվաճառեն դե թող վաճառեն իրանք են պատասխանատուները ես եմ նախարար ես եմ վարչապետ ես պետք է զբաղվեմ այդ գործերով իհարկե ոչ ընդդիմությունը պետք է զբաղվի իհարկե ոչ Իշխանությունը պետք է զբաղվի Իշխանությունն է միլիոններով աշխատավարձ ստանում ժողովրդի հարկերի հաշվի որ զբաղվի այդ գործերով դե թող զբաղվեն իսկ եթե չեն զբաղվում ուրեմն գյուղացուն հասարակ մարդուն դրել են հարիվի տեղ ասում են ինչքան ուզենք կքշենք էսա դուրս գալիս որ իրենք չեն ուզում գյուղացու ձեռքը բռնեն չեն ուզում գյուղացին ոտքի կանգնի Թկած ունեն այդ գյուղացու քրտինքի վրա, տանջանքի վրա, որտեղ կյանքում այտենց փող չեն աշխատել։ Նիկոլը կյանքում գործ չի արել, դրա դիմաց աշխատանք, ֆիզիկական աշխատանք չի արել, չի տանջվել, դրա դիմաց գումար չի ստացել։ Նյութա գրե կլաուզնիկությունը արել, միշիկից փող մողա վերցրել, ապրել է։ Էտա տարբերությունը որ չի հասկանում այսօր այդ գյուղացին ինչ օրեր է քաշում արևի տակ, անձրևի տակ, ցրտին Տարապելով ոնց է այդ բերք ու բարիքը ստեղծում, որտեղից հասկանան, հարկելի գյուղացիներ, որտեղից հասկանան, ողջ քարոզ արշավի ժամանակ, ես ձեզ ասել եմ, տեղեկացրել եմ, որ Նիկոլը ձեզ չի սիրում, նա խաբում է, մեզ ոչ մեկին չի սիրում, նա իրա փորն ու իրա աթոռն է սիրում, իրա փորը, իրա իշխանությունն է սիրում, պաշտում, մեռնում դրա համար, նա պաշտոնի համար մեռնում է, ծախում է երկիր, հող, մարդկանց հողերի մեջ, հանուն լափի, կերի, այս սոված շների պես հասել են այդ աթոռների վրա ու դրանից ենյան ոչ աշխարհ են տենում, ոչ մարդկություն են տեսնում, ոչ սրբություն են տեսնում, ոչինչ չեն տեսնում ու չեն էլ տեսնելու։ Եվ այո, եթե ուզում ես կործանեն, սրանց պեսները, էտա Իշխանություն եւ փող տուր կամքից թույլ տկարամիտ ոչխարներին տես իրանք ինչ կանեն եւ քո երկրի հանդեպ եւ իրենք իրենց հանդեպ եւ այն մնացած ազգի ժողովրդի հասարակ մարդկանց հանդեպ տեսնում ենք ինչա լինում երբ որ մարդիկ են իշխանության հայտնվում ովքեր օթից են հայտնվում ոչ ապրած ունեն ոչ կենսագրություն ունեն ոչ քրտինք թափած ունեն ոչ հող պաշտպանած ունեն, սա է լինում։ Վերջերս նաև մենք տեսանք, որ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ըստ էության Հայաստանին մեղադրեց ռուսատիացության մեջ, նշելով, որ Խոսոյում փլուզումից հետո ՆԱՏՕ-ն այս տարածաշրջանում, այսպես ասենք, իր ձեռքին խամաճիկներ մարիոնետկայի նման օգտագործել է որոշ պետությունների, հիմա այդ թվում է նաև Հայաստանը։ Կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը արտահայտեք, սա հերթական ամենաբարձր մակարդակով զգուշացումներից մեկն է։ Մարգարիտա Սիմոնյանը վերջերս հայտարարեց, որ ըստ էության Հայաստանի ընտրությունները այո կեղծված են, բայց կան մարդիկ, որոնք ընտրել են Նիկոլ Փաշինյանին եւ առաջարկում էր, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ընտրել են Նիկոլ Փաշինյանին, Ռուսաստան մուտք արգելվի նաեւ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ինքնին համարվում է հակառուս քաղաքական գործիչ, հետեւաբար նաեւ իրեն ընտրողներն էլ են այդ տեսակետին, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։
Տեսեք, Դիմիտրի Մեդվեդևի հայտարարությունը միանշանակ եթե չլինեն հիմքեր, եթե չլինեն ինչ-որ տեղիք տալու հարցեր, չի լինի այդպիսի հայտարարություններ եւ մենք ինքներս բազմաթիվ հակառուսական պետական պաշտոնյաների կողմից իրականացվող գործընթացներ տեսել ենք այս տարիների ընթացքում ու շատ աֆերից ձևով երբ որ իրենք մտածում են կարան հակառուսականությունը այդտեղ գեներացնեն ու դրա մասին ռուսներն էլ հարիվ են, sense պիտի խափեն, ֆրծնեն, չիմանան, նրանք այդտեղ սխալվել են ու չեն գիտակցում, թե օրինակ ինչպիսի ուժերի հետ գործ ունեն, որի պատճառով մենք բոլորս ենք տուժում ու տառապում։ Ես դեռ 2020 թվականներից բազմաթիվ առիթներով հայտարարել եմ, որ Նիկոլ Փաշինյանենց պլանը մեկն է, վերջի վերջո պետք է գան էդի կյանքի կոչեն։ Դուրս գան Ռուսաստանի դեմ, Նիկոլ Ալիևը, Էրդողանը ստեղծեն սպայքա, իհարկե այս գործընթացի մեջ Ալիևն ու Էրդողանը ավելի խորամանկ են, իրենք հետ քաշված Նիկոլին են ուզում դեմ տան, այսինքն մեզ Հայաստանը, ռուսներին, մեզ օգտագործեն այդ խաղի մեջ, մեզ հրահրեն ռուսների դեմ, այդ թվում իրենց արևմտյան գործընկերները, ովքեր նույն Վրաստանի օրինակով ներքաշեցին, տեսանք։ Հասավ Վրաստանը Եվրոպա, Ուկրաինային են ներքաշել, հասնում է Ուկրաինան Եվրոպա, հիմա թազա կլոուն, կապիկ, խամաչիկ է իրանց պետք, մաշվել է Զելենսկին, յուղը վրա Նիկոլ ունեն այստեղ, Պուտինի դեմ հրահրելու, հայ ունեն, հայերին պետք է հիմա էլ մատաղ անեն, ռուսներին դեմ տան, էս է իրանց ծրագիրը, ով չի հասկանում, որ հայը չի հասկանում, որ իրանց երեխուն ուզում են հրահրեն ռուսի դեմ, մենք ինչ ենք կարողանալու անենք ռուսին։ Գերտերություն միջուկային զենք ունեցող ռուսին ինչ վնաս պետք է մենք կարողանանք հասցնենք։ Եթե ռուսին մենք պետք է մեր ամբողջ երկիրը կործանելով մի 2% վնաս հասցնենք, դա Նիկոլես ծրագիրը։ Իհարկե Նիկոլես թշնամիների ծրագիրը դա է։ Նրանք այստեղից ինչ օգուտ ունեն։ Նրանք մեզ օգտագործեն, պարակտում գցեն, Ռուսաստանի ազդեցությունը թույլատնեն, այստեղ բարձրացնեն Թուրքիայի ազդեցությունը։ Այն Թուրքի, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Կառուցեն թուրանական պետություն ու հետո Ռուսաստանի հարցերը լուծեն, հեռագա իրենց հաշվարկներում։ Սա է այն գծված ծրագիրը, որտեղ Նիկոլը խամաճիկ է, Նիկոլը իրենից ոչինչ չի ներկայացնում, վզից թոգը գցած, հրաման տալով տանում են եւ ասում են ինչ անին։ Եվ ինչի համար են Նիկոլին այսպես 4 կողմից մարդ դնում իր հետևը, օրինակ ազգային ժողովի նախագահ Դրին Ռուբինյանի, չէ, որ ռուսների կողմ չկարանա թեքվի։ Չնայած արդեն Նիկոլն էլ չի ուզում ու չի էլ թեքվելու, որովհետև ամբողջությամբ հելել է, իսկ այն երկակի խաղը, որ խաղցել է տարիներ շարունակ, հիմա հենց ռուսներն են կոնկրետ դրել, որ էլ խաղալ չկա։ Կոնկրետ որոշումներով պետք է հանդես գաք, չեք գա, մենք ենք հանդես գալու։ Հիմա Նիկոլեն կոնկրետ որոշումներով հանդես չեն գալիս, ռուսներն են գալիս։ Ոչ թե Նիկոլ անձերի դեմ։ Նիկոլ անձ իրանց համար ոչ մի բան է։ Նիկոլ անձին ոնց ուզենան հետը կվարվեն։ Նրանք այս ամեն ինչ անում են հայ ժողովրդին ու հայ ազգին հասկացնելու համար։ Ու նույն այդ հանդիպումը, որ վերջի անգամ Պուտինի հետ տեղի ունեցավ, ու ես գրեցի իմ Facebook-յան էջում, որ սա Պուտինի վերջին հանդիպումն է Նիկոլ Փաշինյանի հետ։ Նիկոլը ասում էր ընտրություններից հետո թռնելու է Մոսկվա, սա հարցերը գցեմ տեղը գամ, բա ուր է։ Բա թռի, արա Մոսկվա մի հատ լուծես մարդկանց հարցերը։ Բա խի խափում ժողովրդին, այ մուտիլովշիկ։ Էդ եք դու կարա խափե, բա ստախոսներ եք։ Հիմա էլ եմ ասում, ժողովուրդ ջան, այս քաղաքականությունը պետք է վերջ տրվի։ Կամ պետք է ինքը կանգնի հայտարարի, որ ռուսների հետ, այս չինացիների, ռուսների, պարսիկների, այս ապարատուրայի հետ ենք մենք առաջնային։ Ես չեմ ասում, եթե մենք սրանց հետ ենք, հայտարարենք, որ Եվրոպան մեր թշնամին է, Ամերիկան մեր թշնամին է, ոչ։ Մենք մեր առաջնային քաղաքականությունը տանում ենք այս երկրների հետ։ Նրանք մեզ թշնամի չեն, ոչ Ֆրանսիան է մեզ թշնամի, ոչ եվրոպական որևիցե։ Մենք ունենք թշնամի Ադրբեջան եւ Թուրքիա։ Այս մոլորակի վրա ուրիշ թշնամի չունի մեր ազգն ու մեր պետությունը։ Մեկ էլ ներսի դավաճան թշնամիները սա ուրիշ հարց է։ Սրանք ամենանենգ թշնամիներն են մեր ազգի համար։ Այդ իսկ պատճառով ես ասում եմ, ժողովուրդ, աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել։
մենք պետք է ընտրություն կատարենք, որ բլոկի հետ ենք ճամփենացնում։ Դրված այս հարցը կոնկրետ Հայաստանի առաջ։ Չինաստան, Ռուսաստան, Պարսկաստան, այս բլոկն ենք ընտրում, թե Թուրքիա, Ադրբեջան, Ֆրանսիա, Եվրոպա, Ամերիկան սենց մեկ էս կողմ, մեկ են կողմ։ Ասեք, ես չեմ տեսնում Հայաստանի ապագան Թուրքիայի, Ադրբեջանի բլոկի մեջ, որտեղ խժռելու են մեր ազգին, հոշոտելու են, ցեղասպանելու են։ Նիկոլն ու իրանց թիմը տեսնում են։ Այդ մարդիկ ասում են, որ կա հնարավորություն ադրբեջանցիների հետ համերաշխ ապրելու։ Ես ասում եմ, չկա, ընկեր ջան, որևիցե ձևով չկա։ Եթե Նիկոլենք այդքան համոզված ու վստահ էին, որ կա ադրբեջանցու հետ խաղաղ ապրելու, ԿՊ-ով հանդերձ, Նիկոլենց իրենց կողմնակիցներով հանդերձ, այս 2 տարին կարային գնային Արցախ մի հատ ապրեին ադրբեջանցիների հետ հաշտ ու համերաշխ, մենք էլ տեսնեինք այստեղից կարող է ինչ-որ բան մեր մոտ փոխվեր։ Բա ինչի չեն գնում։ Փաստացի մեր աշկի առաջ փախել են։ Արցախցին ասում է, արցախցիներն էլ իմ կարծիքին են։ Արցախցիներն էլ ասեցին, որ չենք կարա մենք Ադրբեջանի հետ ապագա չենք տեսնում։ Մարդ ոչ մի մարդ չմնաց չապրավ ադրբեջանցիների մեջ։ Արցախցիներին մեղադրում են, ասում են ինչի փախակ է, սարիկ են արիկ, որտեղ այդ մարդիկ ապագա չեն տեսնում Ադրբեջանի իշխանության հետ։ Դուք եք տեսնում։ Դուք եք ասում կա հնարավորություն ապրելու ադրբեջանցիների հետ համերաշխ։ Ես էլ ասում եմ կա, ապացուցեք։ Ձեր այստեղի տները տվեք արցախցիներին, դուք գնացեք Արցախ, արցախցիների տները ապրեք։ Ապրեք հաշտ համերաշխ, ախպերություն արեք, առևտուր արեք, ԿՊ-ն ու ԿՊ-ականները պրոբլեմ չունեն։ Գնացեք, ապրեք, ապացուցեք։ Եք խափում հիմա էլ բերեք Ադրբեջանին մտցնեք այստեղ ու այստեղ էլ չապրեք։ Ոչ մենք կարանանք այստեղ ապրենք, մեզ էլ այստեղից քոչացնել տակ, ոչ էլ դուք եք մնալու ապրեք, դուք էլ եք փախնելու։ Այդ ձեր արածի միտքն ու նպատակն ու իմաստը դուք կարաք այս մարդկանց քանդել նա ուրիշների հրահանգ կատարելով այս ազգին։ Ըստ իս քոչացնելն այս մի կտոր հողից զրկել նա հայրենիքից, պետությունից, պետականությունից զրկել նա, դուք եք ուզում անեք։ Դուք ձեր ծրագրով եք բերելու, ինչքան ուզում եք ինքնախապեյությամբ զբաղվեք ու փորձեք ազգին էլ խաբել։ Ընկեր ջան, մեր ազգի 90%-ը չի տեսնում Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու հնարավորություն։ Այս պայմաններում, ասենց կզած, ասենց թուլացած, միայն այն պարագայում կտեսնենք, երբ որ մենք ուժ ունենանք, մենք իշխենք, մեզ չթելադրեն։ Էդ էլ չափավոր մենք կորոշենք ինչ չափի կարելի է, ինչ չափի չի կարելի։ Քանի Ադրբեջանը իր մեղքերը չի ընդունել, քանի Թուրքիան իր ցեղասպանությունը չի ընդունել, այդ մարդիկ իրապես պատրաստ չեն հայի հետ բարեկամանալու, կեղծ բարեկամության վերջը դա ցեղասպանության է բերում։ Եվ եթե ամփոփենք այսօրվա ձեր կոչն էլ իրական բարեկամություն ուզողները այդպես չեն լինում։ Իմ կոչն է այսօր նաև ժողովուրդ ջան, հավաքվում անդիմադիր ուժերը սահմանադրական դատարանի մոտ իրենց տված հայրենակիցների քվեներին տեր կանգնելու, քանի որ տեսնում եք, այս թուրքահպատակները գողանում են մարդկանց քվեները։ Ծառուկյանի 60,000 ձենը գողացան։ Ժողովրդավար ընտրությունը կեղծիք չկա, 100 ձենի համար 60,000 ձեն են փոշիացնում։ Էսա, դրա համար հավաքվում ենք, պետք է համախմբված լինենք, բոլորիդ ասում եմ, որ ձեր տված քվեին պարտավոր եք տեր կանգնելու։ Ամեն մեկդ, սա մի մարդու հարց չի, մի ուժի պայքար չի, սա բոլորիս ապրելու կյանքի հարցն է։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։